Երբ պատերազմն ավարտվում է, սկսվում է մեկ այլ ավելի երկար պայքար, այս անգամ առողջությունը վերականգնելու համար։ Եվ այս պայքարի ճանապարհին կարևոր է ամուր աջակիցների առկայությունը։ Նրանցից մեկը արդեն երկար ժամանակ Վիվան է, որը շարունակական ծրագրերով կանգնած է զինվորի տան կողքին։ Այս անգամ աջակցությունն ուղղվել է բուժման որակի բարձրացմանը։ Կենտրոնը համալրվել է ժամանակակից ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմով։ Նոր համագործակցության մեկնարկի մասին հայտարարելու համար կենտրոն էր այցելել Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, շրջելով բուժ հաստատությունում, ծանոթանալով նոր հնարավորություններին եւ զրուցելով բուժ անձնակազմի ու զինվորների հետ։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը մեծ եւ առանցքային նշանակություն ունի զինվորականների վերականգնման եւ ինտեգրման հարցում։ Մեզ համար կարեւոր է հասցեական օգնության տրամադրումը, եւ սա խիստ կարեւոր նախաձեռնություն է, որին մասնակցում ենք։ Վստահ ենք այս սարքավորումները կօգնեն ապահովել ավելի արդյունավետ եւ անվտանգ բուժում, իսկ բուժառուներին արագ վերականգնում։ Նոր սերնդի այս սարքավորումները հնարավորություն են տալիս իրականացնելու նվազագույն ինվազիվ միջամտություններ, փոխարինելով բաց վիրահատություններին, կրճատելով վերականգնման ժամանակը եւ նվազեցնելով հետվիրահատական բարդությունների ռիսկը։ Վիրաբուժական բաժնում մենք ունենք ուրոլոգիական նոր սարքավորումներ, ինչը մեզ հնարավորություն կտա, մեր տղաներին հնարավորություն կտա արժանապատիվ պայմաններում իրենց բուժումը ստանալու։ Այսինքն Հայաստանի տարբեր հիվանդանոցներում այդ բաժանմունքները կան, զարգացած գործունեություն ծավալվում է, բայց զինվորի տունը միակն է Հայաստանում, որը 100%-ով հարմարեցված է հաշմանդամության խնդիրներին, տեսալսողական խնդիրներ ունեցող մեր տղաներին։ Սակայն զինվորի տանը այս փոփոխությունը ունի նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր նշանակություն։ Բացի ռեաբիլիտացիայից, այս կենտրոնում նրանք ամբողջովին ադապտացվում են կենցաղային այն խնդիրներին, որոնց հետ նրանք անշուշտ հանդիպելու են։ Եվ մենք անում ենք ամենը, որ նրանք կարիքը չունենան օժանդակող որևէ իրենց գործողությունների անձի եւ կարողանան ինքնուրույն ամենը իրականացնել։ Վիվայի աջակցությունը սակայն չի սահմանափակվում միայն այս ծրագրով, այն շարունակական է։ Ընկերության աջակցությամբ վերջերս կառուցված նոր մասնաշենքում այսօր իրականացվում են վերականգնողական ծրագրեր, գործում են կյանքի սենյակը ու շահառուների նոր ճաշարանը։ Այցի ավարտին Վիվա ընկերության գլխավոր տնօրենն ու աշխատակիցները, կառույցում բուժում ստացող զինվորները մասնակցեցին Մարտիրոս Սարյանի Հայաստան կտավի խճանկարի հավաքմանը։ Նախաձեռնությունը Հայաստան 301 ծրագրի շրջանակում է եւ խորհրդանշում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատների համատեղ աջակցությունը զինվորներին։ Խճանկարի միասնական հավաքումը խորհրդանշական կերպով արտացոլում է այս գործընթացի ընդհանուր միավորող բնույթը։ Եվ չնայած այս պատմությունը թվերի մասին չէ, բայց մի թիվ կա, որ խոսում է ամեն ինչից ավելի՝ 25 միլիոն դրամ։ Վիվան այսքան աջակցություն է տրամադրել համագործակցության այս փուլում նոր գործիքակազմի ձեռքբերման նպատակով, որպեսզի այստեղ այս պատերի ներսում վիրահատությունը չհետաձգվի, բուժումը չուշանա եւ կյանքը շարունակվի։